Դերասանուհի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շարունակում է մնալ ամենաքննարկված մեդիադեմքերից մեկը։ Նազենի Հովհաննիսյանի անձնական կյանքը ևս շատ հետաքրքիր է հանրության համար, սակայն դերասանուհին բազմիցս նշել է, որ իր անձնական կյանքի մանրամասները չի հայտնել և երբեք էլ չի հայտնի։ Երեկ Նազենի Հովհաննիսյանը ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հարցրել էր հետևյալը. «Ոնց եք նայում այն հարցին, երբ տղամարդը փոքր է կնոջից 15 տարով»։ Նազենի Հովհաննիսյանը միանշանակ դրական պատասխան է տվել. «Շատ, անասելի դրական, սիրուն կյանք կկառուցեն ու կդառնան իրար հավասարակշռող, կարևորը սեր լինի», հրապարակելով խորհրդավոր լուսանկար գրել էր Նազենի Հովհաննիսյանը, կարծես ակնարկելով, որ իր ընտրյալը ևս իրենից տարիքով փոքր է։ Ամալիա Հովհաննիսյանի Live-room հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն է։ Հաղորդավարուհին շատ հարցազրույցների չի մասնակցում, և սա այն քիչ դեպքերից է, երբ Նազենին անկեղծորեն խոսել է շատ հարցերի մասին, Star News-ն էլ հետևել է զրույցին։ Նազենի Հովհաննիսյանը խոսեց իր ընտանիքի 29 տարեկանում մայրիկին կորցնելու և մենակ ապրելու որոշման մասին։ Նազենին նշեց հետևյալը. «Այդ տարին հենց ծննդյանս օրը մտածեցի, որ էլ չեմ լինի 29 տարեկան և որոշեցի նշել ծնունդս։ Արդեն որոշել էի նաև, որ նոր տուն եմ գնելու և տեղափոխվելու եմ մամայինցս տնից։ Տուն դեռ չէի գտել, բայց հյուրերից խնդրել էի, որ ինձ տան պարագաներ նվեր բերեն։ Ու այսօրվա պես հիշում եմ 2011 թվականի դեկտեմբեր ամիսն էր։ Մենք ամանորյա երջանկության մեխանիկաներն էինք նկարում, իսկ այդ հաղորդումն ուներ շաբաթական 5 օրվա եթեր։ Պատկերացրու ես 3 տարի անընդմեջ վարել եմ այդ հաղորդումը նույն գրաֆիկով։ Այդ օրն ունեի 7 թե 8 նկարահանում, չասեմ, թե ինչ կարգի հոգնած էի։ Դրա նախորդ օրը վարել էի ֆուտբոլի ֆեդերացիայի ինչ-որ կարևոր երեկո, դրանից առաջ վարել էի Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ երեկո։ Դրանք սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բաներ էին ինձ համար։ Եվ էդ մի շաբաթը ես արդեն գժի պես էի ապրում։ Ու հիշում եմ, երեկոյան 7-ին ավարտվեց իմ նկարահանումների շարքը։ Ես շատ հոգնած ամանորյա խցանումներով հասնում եմ կրկեսի մոտ, ինչ-որ մի տեղ, որ ինտերվյու պետք է տամ։ Ու ամբողջ ինտերվյուի ժամանակ ես խոսել եմ մայրիկիս մասին։ Դուրս եմ գալիս, մայրիկիս հեռախոսից զանգ է գալիս ինձ։ Վերցնում եմ. «Հա մամ», ու պարզվում է մայրս չի, այլ իր աշխատավայրից մի կին, որը որ առաջինն է ինձ էր զանգել, իմ համարն էր եղել։ Ասաց, որ լավ չի ձեր մայրիկը, բայց ես վստահ էի, որ արդեն… Ու ես սկսեցի օդերով քշել։ Հետո հասա Ռաֆու դպրոց, որը մայրիկիս նոր աշխատատեղն էր, այն նույն տան կողքին, որը ես հետո գնեցի Կոմիտասում։ Եկա, հասա ու մայրիկիս տեսա արդեն գետնատարած։ Ու վստահ բան եմ ասում, ես էդ օրը տեսել ու զգացել եմ ինչ է հոգու անմահությունը։ Մայրիկիս գրկեցի, մարմինը դեռ տաք էր, ու հիշում եմ, որ տպավորություն էր, որ ինչ-որ մեկը տաք բռնեց ուսերիցս ու մի ծանր, տարիների ծանրության բեռ վերցրեց ու տարավ։ Գուցե դա ինձ օգնեց տանել այն, ինչը անտանելի էր։ Հետո բայց չարացել էի, երևի ինչպես ամեն նորմալ մարդ կորստից հետո։ Ու առանց էդ էլ չէի շփվում, բայց այդ շրջանում ամիսներով չէի շփվում ոչ մեկի հետ։ Ու հետո ուղղակի ֆիզիկապես տեղափոխվեցի, տունս փոխեցի, աշխատավայրս էլ հետը։ Ինձ խոցում էր այն ճանապարհը, որը անցնում էի ամեն օր։ Անկեղծացել էր Նազենի Հովհաննիսյանը։ Իր անձնական կյանքի մասին հաղորդավարուհին չի ցանկանում խոսել, սակայն զրույցի ժամանակ Նազենին նշեց, որ իր կյանքում սխալներ շատ է արել, և եթե ինքը ունենար կամ ունենա երեխա, կփորձի նրան ավելի խիստ մեծացնել։ Հասարակությունը այդքան բարի ու պայծառ չէ, որքան թվում է, և եթե դու նրան անսահման ազատություն ես տալիս, երեխան միշտ չէ, որ ընտրում է ճիշտը։ Անշուշտ, սխալներն օգնում են ձևավորվել, բայց երբեմն այդ սխալները դաժան են։ Բաներ կան, որ կարելի է բացատրել։ Մի քիչ խստությունը պետք է։ Երեխա ունենալու մասին խոսելիս Նազենին նշեց. «Դա մեր ձեռքերում չէ, բաներ կան, որ վերևում է գրվում, իսկ ցանկությունը նորմալ մարդու մոտ միշտ կա։ Ի սկզբանե մարդկությունը ստեղծվել է շարունակություն ունենալու միտումով։ Մարդիկ իրար ձգտում են, որպեսզի ունենան շարունակություն, դա նորմալ ձգտում է։ Իսկ ինչ վերաբերվում է իմ փակ լինելուն, ասեմ, ես միշտ եղել եմ գաղտնապահ և ինտրովերտ։
Իմ միջավայրում ընկերներս, ընկերուհիներս, հարազատ մարդիկ շատ ընդգծված հարգում են իմ մասնավոր տարածքը, որովհետև դա միայն իմն է, ու ես իմ անձնականի մասին շատ տարիների վեր չեմ խոսում։ Եվ մարդիկ միևնույն է ուզում են լսել անձնականը իր happy end-ով, երբ որ լինի happy end, ես խոստանում եմ դրա մասին խոսել, անկեղծացավ Նազենի Հովհաննիսյանը։ Հաղորդավարուհին նաև խոսեց իր էմոցիոնալ լինելու մասին։ Նա նշեց հետևյալը. Պատերազմից հետո մի օր անցնում էի Կոմիտասի պողոտայով ու զգացի, որ ստվեր եմ դարձել։ Կողքից ինձ նայեցի ու հասկացա, որ դարձել եմ անտեսանելի, ինձանից զզվեցի ու ինձ հավաքեցի։ Այդքան ստվերոտ, այդքան ոչնչացված ես իմ կյանքում չեմ եղել։ Ու ոչ մի հայ իրավունք չունի այդքան թուլանալու։ Մենք պիտի կառավարենք մեր էմոցիաները։ Ես հենց այդ ժամանակ լուծումը գտա, միայն շատ ու շատ աշխատելու մեջ, նշեց Նազենի Հովհաննիսյանը։ Դե իսկ Star News-ը այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։ Ձեզ ենք ներկայացնում նաև հաղորդավարուհու մասնակցությամբ մի քանի այլ տեսանյութ, որտեղ նա խոսել է իրեն հուզող տարբեր թեմաների մասին։ Բարի ուշ երեկո, ուղիղ եթերից հետո ինչա կենտրոն ու հասկացա, որ ամբողջ կենտրոնով չկա էլեկտրաէներգիա, գիտեք ինչ կարգի չկա, ընդհանրապես չկա, ահագին չկա, այ հիմա նոր եկա Պրոսպեկտ Թումանյան Խաչմերուկը հատեցի, մասնակի կա, մասնակի չկա, վերջն է, Երևանը մութ քաղաք է շատ, մութ, հարցնում է։ Իրական շատ տխուր է, որովհետև մի քիչ 90-ականներ է տանում հիշողությամբ, ինձ թվում է վթար է եղել ու շատ ուժեղ վթար, որտեղ սենց չկա։ Կանգնած են բարի երիտասարդներ, որոնք սուլիչով սուլում են ու սենց բաներ են անում։ Վաղը անհամբեր սպասում եմ Յանսի իմ բանաստեղծական երեկոյին, չեք պատկերացնում ինչ է լինելու։ Հարյուրավոր նամակներ եմ ստացել երեք գիշերվանից մինչև այսօր ու թեև շատ զբաղված էի ամբողջ օրը, բայց հասցրել եմ կարդալ, շատ քչերին հասցրել եմ պատասխանել, բայց ուզում եմ ձեզ ասել, Ամալիայի մոտ եղած եթերից հետո այնքան սեր, որքան ես եմ ստացել, սրտանց մաղթում եմ բոլորին, որ լցվեն այդ սիրով, որ սնվեն այդ սիրով, որ ուժեղանան այդ սիրով, որ բուժվեն, ամոքվեն այդ սիրով։ Դուք չեք պատկերացնում, թե ձեր գրառումները, ձեր հույզերը, որքան ինձ հասել են, լցրել են սիրտս ու այդ ապրումները միայն դրական հույզեր են իմ մեջ արթնացրել։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ։ Խոսքը Ամալիայի, մեր շատ սիրուն հոգով Ամալիայի մոտ իմ հարցազրույցի մասին է, եթե չեք նայել, մտեք YouTube-ում, գտեք, նայեք։ Ազնավուրյան անհավանական երեկո է սպասվում մեզ, նրա 1000 տարվա կարող ենք ասել ընկեր, թարգմանիչ, շատ յուրահատուկ գրող իր տեսակով Սամվել Գասպարյանի հետ միասին համեցեք, մի րոպեներ անց հասնում եմ ու այսօր միասին Ազնավուրյան ես չքնաղ իրականության մեջ փորձենք գտնել թարմ օդ, ստեղծագործ կյանք և հայկական որակ կամ որակյալ հայկականություն։ Ուրեմն այսպես, ինչպես որ հենց հիմա այս երթևեկությունն է ճակերտավոր կառավարվում, նույն կերպ կառավարվում է մեր երկիրը, այսինքն չի կառավարվում։ Ամբողջությամբ քաոսային իրավիճակ են ստեղծում ու քաղաքացուն զբաղեցնում են։ Մարդը նյարդային իր համար նստած հիմա 3 ժամ կորցնում է ու ոչ թե որովհետև քաղաքացիական պայքար է տեղի ունենում, այլ որովհետև 3 օր անց ինչ որ գինու օրերի համար պետք է Սարյանը ու Թումանյանը ու Պուշկինը ու ամբողջ ու Պրոսպեկտի ինչ որ հատված կոլապսի ենթարկեն, որովհետև ոմանք ուզում են ուտել ու խմել, բայց հայրենիքի պաշտպանության համար երբեք նրանք իրենց նեղություն չեն տա, ոնց կարելի է, ոյ խցանումներ են այդ ժամանակ։ Իսկ հիմա խցանում չի։ Եկեք խնդրում եմ փորձեք երթևեկել այս քաղաքի այս ամենաբանուկ հատվածով։ Ու տարական նշան չկա դրած, փակի նշան չկա, որ մարդը իմանա այս փողոցը փակ է։ Ասենք չգիտեմ, այդ մարդկանց ծնող է բերել։ Ոնց նայում եմ, չէ։